ես եւս մեկ անգամ հրավիրել եմ Տրդատ Դոնիկյանին, ողջույն, եւ ինքը մի հետաքրքիր թեմայի առաջարկում քվանտային թռիչք։ Այս քվանտային տերմինը հիմա հաճախ կարելի է հանդիպել, քվանտային մոտեցում, քվանտային թռիչք եւ այլը։ Նախ խնդրենք ասես ինչ է սա։ Հասարակ մահկարացություն ֆիզիկայի ինչով ենք թռնում։ Ես քվանտային ֆիզիկայի մասնագետ եմ եղել, դա էլ ասեմ, բայց այնտեղ թռիչքներ չկար։ Երբ որ ես համասարում սովորում էի։ Խնդրեմ։ Քվանտ բառը գտնում, դա ոնց որ ամենափոքր մասնիկն է, մասնիկ չափանիշը, էլի։ Ու ասենք փորձա որ դրանք ավելի չեն կարող, ասենք հիմա ֆոտոնը որ գալիս է, ինքը համալիք, համասնիկ է, այն ամենափոքր մասնիկի չափն է, էլի։ Դա համար հիմա շատ այդ տերմին օգտագործում են քվանտային մեխանիկա, քվանտային եւ այլն, ինչ-որ կոմպյուտեր եւ այլն մարդիկ այդ բառը դնում։ Նաեւ հոգեվոր կյանքում էլ քոուչինգներում էլ շատ այդ քվանտային բառը օգտագործում են քվանտային թռիչք։ Ինչ է նշանակում քվանտային թռիչք, որ հասկանանք, որ մի բան, որ անհնար է, որ sense ռեալ աշխարհում նայում ես, դու տեսնում ես, որ ինքը չի կարա դա լինի, ոնց որ քվանտային ֆիզիկայում անհնար բաներ են լինում, չի ասենք, թե ամեն ինչ շատ անսպասելի, ոնց որ կարա պատի միջով հանգիստ ամեն ինչ անցնի։ Նույն բանը կարող է լինի ալիք, կարող է լինել նյութ, նայած իր հավեսին։ Եվ այլն, այսինքն ինֆորմացիան անվերջ հեռու կարելի է փոխանցել, նաև ամեն սահմանափակումներ չկան, որտեղ ասենք ոնց որ պատա, ասենք որ գալիս են օրինակ արևի մեջ ոնց է թերմոյադիանի այդ process-ները տեղ ունենում, այնտեղ միջուկը ոնց որ փակել են իրար, բայց մյուս միջուկը կարող է գալ մյուս միջուկին գտնել, մոտիկ բաժանում տալ ու բանա թերմոյադիանի ռեակցիան, բայց բոլորը չեն կարող, ինչ-որ մասնիկներն են կարող, ասենք 1000-ից մեկը, դրա համար արևը ոնց ռեակցիան գնում է, բայց մի անգամից արևը չի հանգում, բայց այդ ֆիզիկայի օրենքները հակասում են, քվանտային ինչ-որ որ պատի միջից հիմա գնդակ գցենք անցնում է այնքան 100 գնդակից մեկը անցնում է, էլի, բայց անցնում է։ Հիմա այդ թռիչքը, որ ստեղ քոուչինգին, որ մարդկային գիտակցության կամ ազգերի այդ իրանց ապրելու տնտեսության կամ չգիտեմ ազգի կյանքի մեջ կարա տենց թռիչք լինի, ասենք ազգ, անհատ եւ այլն, այսինքն որը սկզբնական անցալումով անհնար էր, անհնար մի բան, որը ոնց որ սովորական Հաշվարկում չի լինելու, չպիտի դա անհնար է, որ լինի, էլի, հիմա ասենք թե Իրանը պատերազմ է մղում Ամերիկայի դեմ, ոչ միայն Ամերիկա, ինձ թվում է սա ՆԱՏՕ երկրները հեսա կմիանան Իրան, դե անհնար է, որ Իրանը հաղթի։ Բայց կարող պատահի հաղթի ու լինի քո ասած քվանտային է։ Դե մեր ընկալմամբ հաղթելը հիմա Վիետնամը հաղթեց Ամերիկային, չէ, ինչ որ տեսանկյունից։ Իհարկե այնտեղ ոչնչացա, բայց Ամերիկան նահանջեց իր դիրքերը։ Որտեղ հզոր երկիր, հիմա Ամերիկան ավելի հզոր երկիր է, հələ բացել ՆԱՏՕ-ի մյուս երկրներ կան, որը անհնար է մեր ընկալմամբ, դե անհնար մի երևույթ է, որ իրոք կա, բայց կարող է մեկը լինի, ով գիտի։ Չէ, ես հիմա ֆանտազիկայի Չէ, ես չբացառենք ոչինչ։ Չեմ գնում, բայց կարող է նահանջի իր բոլոր այդ պահանջներից հետ քաշվի։ Կարա լինի, էլի։ Հիմա ստեղ այդ հարցի քաղաքականության մեջ չենք մտնում։ Հիմա ազգի զարգացման մեջ, որ հիմա ասենք հայ ազգին վերցնենք, մենք տեսնում ենք, որ հայ ազգը ասենց ինչ որ ստանդարտ ձևով գնում է անդունդի ծայրը։ Բայց կարա մի հրաշք լինի, դա հրաշք է, էլի քվանտային թռիչքը հրաշք է, որ ինքը ոչ թե անդունդի ծայրը լինի, բայց բարձր տեղ բարձրանա։ Տենց հոգևոր կյանքում մարդը, որ քվանտային թռիչք բառը օգտագործում են, երբ որ մարդը, ասենք ստանդարտ ապրում, մեկ էլ իր միտքը ինչ որ պայծառության է հարցի գալիս, ու ինքը մի հատ հանճարեղ երևույթ է տեղի ունենում իր մեջ, ու ինքը հանճարեղ իրագործություն է անում, ասենք անհատը, որը անսպասելի է, էլի, իրան անսպասելի մի բան անում, որ ոչ մեկ իրանից չէ սպասում, որ դա կարա անի, որտեղ ինքը բոլոր ստանդարտ երևույթներից դուրս է, բոլոր լոգիկայի սահմաններից դուրս է ու անհնար է թվում։ Այդ ինչի ենք քվանտային ասում, որը անհնար բան չկա, հնարավոր է, որ մի հատ թռիչք կանգնել, որը սկզբից անկախատեսելի է եղել։
որտեղ մենք չենք կարող դա դիտարկենք, որտեղ ոնց որ ստանդարտ ձևով գնում է։ Հիմա ասենք թե երկրում կարող է մեկ էլ մի հատ ղեկավար գա, որ Հայաստանը քվանտային թռիչքի տանի։ Ես հիմա այստեղ քեզ ընդհատեմ այդ անկում վերելքի հետ կապված Եվրոպայում 19-20-րդ դարի առաջին կեսին մի պետական գործիչ կար, անունով տալիս է շատերը վատանում են, ասում էր եթե դու խոր անկումի մեջ ես, այդ խոր անկումը մեծ վերելքի ռեսուրս ունի իր մեջ, հասկանում ես, այնպես որ հնարավոր է այդ թռիչքը ինքն էլ ասում, դա կարա լինել, հենց շատերը կզարմանան, հիմա հայ ժողովուրդը եթե հանկարծ կտրուկ վերելք ունենա, կզարմանան, բայց եթե հետևում ենք նույնիսկ դա փորձարկել էր, եթե դու գահավիժում ես, այդտեղ կա ռեսուրս, որ դու թռիչք ունենաս մի անգամից, էլ անսպասելի։ Ես այդ սպանակի բանը։ Հա, ինչ որ, բայց կարող պատահի եւ գահավիժումը շարունակվի։ Քո ասած որոշ պարամետրեր պիտի բավարարվի, մի հոգի գա կամ չգիտեմ ինչ գա կամ աստված ինչ-որ ուղարկի ինչ-որ բան լինի արտառոց, որին չէին էլ հավատում քո ասած հրաշքը եւ ասենք ինքը բեկում նային գնա վերև ու բոլորը զարմանան ասեն ոնց էս մարդը ոտը մեռնում էր։ Էս ինչ է ասել, ոնց ոտի կանգնեց էլ։ Նայեք, հիմա ասենք ընտրություններ է, չէ՞ լինում, ուղղակի ես քաղաքականություն չեմ ուզում մտնել, ուղղակի այդ հարցի բոլորի մեջ հիմա հոգեբանական ոնց որ դա մտցրած է թե ինչ, բոլորը մտածում են, որ ոչ մի բան չեն կարող փոխել, ոչ մի բան չի փոխվելու։ Մեծ մասը այդ մտքերի տակ է։ Եթե այս կառավարությունը չլինի, բա էլ ով այդ մտքերը ներշնչված սենց մասաների մեջ, ու իրանք տենց հուսահատ վիճակում են գնում։ Մի հատվածը։ Բոլորը չէ, բայց մեծամասնությունը ում տենց է մտածում։ Բայց կարա մի հատ տենց հրաշք չլինի, էլի քվանտային թռիչք լինի։ Քվանտային թռիչքը այդ ինչ է։ Այդ քվանտային ընկալմամբ, ասենք մասնիկների կան, որ էլեկտրոնի մասին որ փորձ են անում, ինքը համ էլեկտրոն է, համ մասնիկ է։ Նաև ամեն մի մասնիկ ունի իր սուպերպոզիցիա բառը կա քվանտային ֆիզիկայում։ Այդ ինչա նշանակում սուպերպոզիցիան։ Սուպերպոզիցիան այն է նշանակում, որ ինքը մի դիրքում է, մի վիճակում է գտել, որ ցանկացած երևույթ ոնց ինքը դիտարկի տեղել կարա լինի, ինքը կարա ամենախորքային անկումում էլ հայտնվի մի ակնթարթում եւ մի ակնթարթում կարա ամենաբարձր կետին էլ հայտնվի, այսինքն սահմանափակում չունի սուպերպոզիցիան, հոգեոր կյանքում ասում են դա լուսավորված վիճակն է, որտեղ ինքը սահմանափակումներից բոլոր դուրս է գալիս, ինքը դիտարկվում է, որ ինքը բոլոր այդ ինքը ամեն ինչ պատճառ հետևանքով է, որ ստեղ ալ գտնվում, քանի որ ինքը սուպերպոզիցիան պատճառ հետևանքից դուրս վիճակ է։ Ինքը կարա ամեն ինչում թռիչքային երևույթ անի, դրա համար այդ քվանտային թռիչքը այդ երևույթի մեջ են բերել, որ ինքը կարա մաքսիմալ անհասկանալի, անբացատրելի, անընկալելի երևույթներ իրականացնի, որ անհնար է։ Ասենք թե սենց պատմություն կա, խեթերը եգիպտացիների հետ պայքարում էին ու պարտվում էր եգիպտացիները ու եգիպտացիների թագավոր Ռամզես II-ն է եղել, ինքը զորքին ասել լավ հելը հետ գնացեք, ես մենակս գնամ։ Եկա զորքա, չգիտեմ ինչ քանակի, բայց շատ մեծ զորք է եկել, որ իր զորքը պարտվում ասել։ Ինքը մենակ գնացել հաղթել է։ Դե հասկանում եմ, որ ինչ-որ հեքիաթի սվեր է, բայց դա իրականությունն է, պատմական փաստ է, որը ոչ մի լոգիկայի սահմաններ չի կարա ընկալի ոնց եղավ։ Դե շատերը պատմության մեջ բերում են, չգիտեմ, ալմորոկայներ եկան իրան օգնեցին բան, հիմա ինչ-որ ձևով պետք է բացատրի լոգիկան այդ փաստը, բայց ինչ-որ նույնիսկ տենց բացատրություններ էլ կա, էլի, եւ այլն։ Իր անվախությունից այդ խեթերը խուսափեցին, հետ քաշվեցին եւ այլ հազար մի բան բերում են, էլի։ Ինչ-որ բայց այդ բացատրությունները կարող են ընդհանրապես լոգիկայի բացատրություն, որը իրականության հետ կապ չունի։ Կարող է այնտեղ այնպեսի բան եղել, որ մեր ուղղը չի էլ երիկում, որ հասկանա ինչ է։ Չենք էլ կարող հասկանալ, հա։ Կարա թռիչքային իրա գիտակցությունը բոլոր բաժանվի, այդ ասենք այդ զորքը, ասենք 100,000 զորքի մեջ,
ու իրանց ուղեղների վրա սաղին կոնտրոլի մեջ տնի։ Ու ասի հետ գնացեք փախեք։ Լրիվ հնարավոր է։ Եթե ինքը գեր հզոր լինի, այդ անձը, որ ասեցի, այդպեսի բաներ ասել անկում վերել, իր մասին հետազոտողներ ասում են, որ 500 մետր հեռվից, ասենք միտեղ հանդիպան գնա, դահլիճում սպասում են 500 մետր հեռվից ինքը արդեն նրանց հաղթել էր, իր էներգիան այնքան հզոր էր, նրանց այդ հավաքական էներգիային ճնշում էր, եւ ասում են ինքը պարզապես կարար գնար, ինչպես ձկնորսի ցանցը գցեր տանել։ Այդ կարգի էներգիա է ունեցել, հիմա գուցե Ռամզեսին էլ այդ պահին շնորհել են այդ էներգիայով, խնդրել է տվել են, որ ասենք այդ զանգվածը նայի, հմայվի, ինչ ասի լսե։ Դա էլ չէ հնարավոր։ Ես համբար ժողովրդական հիպնոզ կարող ունի, էլի, եթե հզոր լի չէ, բացառիկ հիպնոզ չի, հա։ Դա ինչ որ մի ձև այնպես ազդես, դա անգամ առանց խոսքի կարող ես դու այնպես անել, որ մարդը տուն է գնան։ Սովորական մարդու համար սա անհնար բան է, էլի, բայց աշխարհում անհնար չի։ Ես այդպես նույն կարանք վերենք, որ դա հոգեբանական շատ ուժեղ ազդեցություն է։ Հա, դա նկատի ունեմ, որը անհասկանալի է ոնց կարա լինի, ասենք հիմա կարա երկրում մի հատ անձ հայտնվի քաղաքական, որ ինքն հենց մասաների վրա ազդեցություն ունի, որ մասաները այն իրանց գաղթ վիճակից վերափոխվեն։ Ու դա հնարավոր է։ Միտես էլի քեզ դատում դե զրուցում ենք, չնայած հերոստատիտողները բողոքում են, որ ես քեզ զրուցում, ասում ինչի՞ չես թողնում տրդատի երկախոս։ Գուրջիևը այսպեսի միտք ունի, որ ասում է, եթե մեծ փոփոխություններ ժողովրդերի կյանքում լինում է, դա ինչ որ ասես զանգվածների առաջ խումբ մարդկանց շնորհիվ չի, մի հոգի գալիս է, ասում է, շատ հզոր էներգիա եւ իր հզոր էներգիայի հաշվին կարողանում է գուցե սկզբից համախոհներին շարժման մեջ տնի, հետո այլ զանգվածներ եւ հեղափոխություն է։ Շարժում է։ Մի հոգին, ինքը այդպես էր ասում, մի հզոր մարդ պետք է գա, ինչպես որ դու ես ասում։ Տարբերակներից մեկը ասեք սա է։ No, որ նույն համակարգը նաև ստեղծում, որ այդ թռիչքը հա, դե ինքը գիտի ինչ անի, էլի, նաև նո այս թեմաներով շատ են, ասենք, ամեն համացանցերում խոսում, դրա քննարկում եւ այլն։ Նայեք, խոսալը մի բան է, թեորետիկ էլի, բայց դրա փորձ անելը շատ ուրիշ բան է։ Այսինքն խոսալը կարող է միլիոնավոր մարդիկ սրա մասին խոսում են, բայց որ իրոք ինչ որ մեկիկ փորձում են այդ փորձը անել, ոնց որ այդ ատոմներից միլիոնից մեկն է պատը անցնում, այդ փորձ անողներն էլ քիչ են։ Դե դու այդ մեծ էներգիան պիտի կարողանաս ինչ որ մի ձև ունենաս։ Դե քաշում ես, չգիտեմ, ինչ ես անում, աճեցնում ես քո մեջ։ Դե կրոնական երևույթն այդտեղ անվանում են հավատ։ Որ քո հավատի չափը դա հերիքում է, ոնց որ Քրիստոսը ասում է, չէ, հավատի բանաձևը բացում է, որ հավատում ես մանանեխի հատիկի փչապ, մանանեխը փոքր շատ, բանի սերմը փոքր է շատ։ Սարին ասում է, սարի ստեղ գալիս է։ Այսինքն ստեղ այդ հավատը մի երևույթ է, որ էլի քվանտային թռիչք անում, որ անհնար է, հասկանում ենք, որ սարին ոնց կարա մարդ հասի արի ստեղ, ասենք Արարատ արի Հայաստանի մոտնի Հայաստան, ու ինքը գա։ Բայց դա անհնար չի, որ Քրիստոսը բերում է։ Այսինքն դա մի հատ թռիչքային մի երևույթ է, որտեղ մեր հավատը պետք է աշխատի դրան, որ մենք հավատանք։ Իսկ հավատալու համար մենք պետք է հասկանանք մենք ով ենք, որ մենք նույն արարչական սկզբունք ունենք, ինքը արարիչ է, մենք չենք տարբերվում արարչից, որ ասում ենք նման ենք, այդ ներքին արարչական սկզբունքով։ Երբ որ մենք դա կարողանանք հավատալ, բայց այդ հավատը ուղեղով չի կարա լինի, այդ էլ ուզում հստակ բանբարեմ, որ ուղեղի աշխատանք չի էդի, այսինքն ուղեղը կարա խաղեր անի դրա շուրջ, ուղեղով չի լինի դա, բայց որ հավատանք կլինի։ Հիմա ինչ ենք այս սրա մասին խոսում, հիմա հայ ժողովուրդը, որ հավատա, որ ինքը վերափոխվելու է ու թռիչք է կատարելու, հույսը չկորցնի դրա ու հավատա, այդ քայլը կլինի, ուզում եմ ասեմ, կարևորը այդ ներքին ինչ-որ մղում է, որը ուղեղով չի, ուղեղը չի հասկանում, ուղեղը հիասթափության ինչ-որ բաներ ասում, հենց հավատա, ինչ-որ թռիչքային կլինի։ Դե իրեն պիտի հավատացնել, այդ հավատացնողները լինելու են քո ասած այդ յուրահատուկ մարդիկը կամ մարդկային խումբը, բայց կարանա ժողովուրդը ընդունի, նայեք հիմա ասենք թե ինչ որ
հոգևոր զարգացման մասին որ խոսանք, ինչ որ ասենք հիմա հոգևոր զարգացում Հայաստանում որ ասենք քանի մարդ է զբաղվում, ասենք դες բաղեր ասելով ինչ նկատի ունես, լուրջ ինչ որ շկոլա դասընթացներ, բան որ դե ինքնազարգացման մասին ինքը իրան զարգացման հոգևոր այդ բանը։ Դե կարող գրքեր է կարդում, դա համարում ես, թե ինչ որ դա գրքերը այդ ինքնամենը որ դու պետք է անցնես։ Ուղեղն ամենակ զարգացնում է, ուղեղի մարզանքը որ ասեցի ուղեղով չի։ Գրքերը չեն բավարարում։ Շատ քիչ են իրանք։ Այսինքն մենք եթե ասենք 2.5 միլիոն մարդ ենք, հատկապես իրանց քանակը այնքան քիչ է։ Ասենք թե n թիվը պետք n բաժանած 10 են։ Բաժանած 100 են եւ այդ իրենց ազդեցությունը չի հերիքում։ Իրանց թիվը եթե n-ա պետք, հիմա n բաժանած 1000 է։ Առնվազն։ Այսինքն շատ քիչ իրոք ինքնազարգացմամբ գնացող մարդիկ կան, որոնք ուզում են քվանտային թռիչք անեն։ Դրա մասին խոսում են շատերը։ Ես համացանցում տեսնում եմ շատ հիմնական խոսացողներ են, ոչ թե քայլ անողներ։ Դե խոսալուց ոնց որ հիմա քաղաքականության մեջ մեծ մասը խոսում է, քայլ անողները քիչ են։ Ռեալ քայլանել որ փոփոխություն բերել էլի։ Քո ասածը ես բերեմ քաղաքականություն, չնայած հոգևոր զարգացումը չեմ բացառում, ես կարդացել եմ, ես էլ շուտ մտածում եմ, այսպես բան կա, ժողովրդի մեջ 10% պիտի լինեն համայնքային մտածող մարդիկ, որոնք ազգի հայրենիքի մասին մտածում են 10%, դա բավարարում է այն մյուսներին ծածկելու համար, ասենք նաև իբրազի հոգևոր զարգացման աստիճանել են ունենում, այդ քանակը հերիքում է։ Հիմա մեր մոտ դժբախտաբար քիչացել է ինչ-ինչ պատճառերով, 0.5%-ը, 1%-ը կա, չեն կարողանում այդ այսպես դուրս չեն կարողանում ծածկել ժողովրդի տրամադրությունը փոխել, հասարակական կյանքի նորմերը փոխել, չեն կարողանում։ Ասում են, բայց քիչ է, ասենք այն մյուս աղմուկը ավելի շատ է եւ չեն կարողանում։ Այս քո ասածը նաև ռեալ կյանքում կա, որ իջնում ես քաղաքականությունից, բայց մեկ այդ 10%-ը այնտեղ նաև քո ասած հոգևոր մարդիկ են մտելու նրա մեջ, քանի որ ազգի հայրենիքի մասին մտածող են, նշանակում է գիտեն Աստվածն ով է։ Այդ մարդիկը մեր մոտ քիչ են։ Մեր խնդրեմը հիմա սա է, ես ասում ինչքան էլ հեղաշրջում անեք, ընտրություն անեք, այդ պակասը որ կա, ինչ էլ անեք, բանա լինելու էլի։ Էական տարբերություն չի լինելու։ Դե մարդկանց փոփոխելով է տեղ ունենա։ Դե ես որպես լուծում ասում եմ, եկեք այդ 10%-ը որ կար ազգակիր եմ ասում, քիչ, ինչքան որ կան եկեք գոնե համախմբվենք, խնդիրը դնենք մեր առաջ, մենք էլ պիտի որոշակի հոգևոր զարգացման անցնենք, չէ՞, այսպես մենք էլ 10% շատ մեծ թիվ եք ասում։ Այդ 10%-ը ես չեմ ասում, գիտնականներն են պարզել։ Պատկերացնում եք Հայաստանում 2.5 միլիոն 10%-ը դա անում է 250,000 մարդ։ Այդքան, եթե դրա 10%-ն էլ է մեծ թիվ։ Չէ, այսինքն դրա 10% ունենք չեն կարողանում։ Ես հիմա 60,000 ունենք, չեն կարողանում 2.5 միլիոնին ինչ որ անենք այն ինչ որ պետք է։ Ես իզնից չեմ ասում, ուղեղի մասնագետ կա ռուս բավական հայտնի թեր ասում։ Պարզել է 10%-ը լինում են այս իմ ասած քո ասածը 20%-ը դրա հակառակը, այսպես խորամանկ շոփլիկ բառեր ենք ասում էլի, 70 էլ իրենց համար 10%-ը նորման է։ Ես հիմա դարի չվիճենք։ Ես չեմ ասում, հա, ես ասում եմ մեծ թիվ է Հայաստանի համար։ Ես դա եմ ասում։ 250,000 մարդ։ Եթե 250,000 հայրենասեր լինի, շատ մեծ թիվ է։ Ցանկացած տանք ցենզան վիդեոը կծածկեին ողով, ես միշտ եմ ասում, բայց հիմա քիչ են ու ծրված ու նաև անկազմակերպ, ոչ մի բան չի կարողանում անել։ Էսա հարցը, լավ շարունակի, զուգահեռում է պարզապես եթե ձեր թվերին գանք 250,000 մարդու մասին պետք է լինի, դա իմ ընկալում գիգա շատ մեծ աստղի չափ հոգի։ Հիմա երբ որ հայ ազգը վերելքի եղել ու աշխարհի հզորներից է թիվ եղել է։ Կարող է եղել, բայց հիմա մենք շատ հեռու ենք այդ։ Հա, ես մերաղետը դրա մեջ է, որ այդ տեսակը քչացել է, մյուս տեսակը դրա հաշվին շատացել է, ուսից ինչ որ ես դու մյուսները ջանքեր են գործադրում, բայց համարժեք արդյունքը չկա, որովհետև նախ քիչ ենք, հետո համակարգված չեն գործում։ Այս է խնդիրը։ Ես հիմա դա եմ ահազանգում, եկեք ազգակիրների միություն ստեղծենք, այդ քչով մենք պատկերացրու 5 անգամ քիչ ենք, մենք 5 անգամ քիչ են, 5 անգամ շատի գործ պիտի անենք, էլի։ Բայց ծրված ենք։ Պիտի համախմբվենք, ծրագիր կազմենք, եթե առաջ ասենք ես 1 կիլոմետր ճանապարհ եմ գնում, ես պիտի 5 գնամ, որ ես կարողանամ բացել առանցնել, ինչ որ բան երկրում փոխվի, էլի։
հասարակական տրամադրություն այդ քո ասած որ ժողովուրդը ընկալի մենք հիմա չենք կարող այնպես անենք որ ժողովուրդը ընկալի իսկ այն մյուս կողմը հատկապես մեն դրսերից աշխատում են հակառակի ընկալումն են տալի պետք չի ոչինչ այսպես լավա ոչինչ չես կարող անել վայ որ հանկարծ սենց անես պատերազմ լինի ու սենց իրենք հատուկ ձևերով ժողովրդին այսպես պահում են շրիշակի մակարդակ իրենց նպատակներից ելնելով դե մենք 30 տարի որ ապրում ենք պատերազմից չէին վախենում մարդիկ Հա, բայց մեկ էլի բարձի թող վիճակում էր այն ու շերտը հաղթելով գնում էր։ Ես դեռ անցած տարի վերջից եմ։ Հա, բայց չէին վախենում որ պատերազմ կլինի, իրանք ոչ մեկ չէր, վախ չկա։ Հիմա դրա վախի մտնոլորտն են դրա ստեղծել։ Այսինքն, հա, պատերազմը ամենասարսափելի երևույթն է, դա խնդիր չի այդտեղ որ դրա մասին բովաբանություն չի, հիմա որ պատերազմում տնտեսությունը մարդիկ են զոհվում, վերջը ամեն ինչ քարուքանդ է լինում, էլի երկիրը ընկնում է շատ հետ երկիրը ընկնում է շատ հետամնաց երկիր է դառնում, ասենք Իրանը ուզում են այդ երկիր սարքեն, էլի հետամնաց մի հատ Հիմա այդ հոգևոր աճ ունեցող մարդկանց անհրաժեշտ թվին ընդունում ենք որ քիչ են, ինչ անենք որ շատանան գուցե ինչ որ իր այդ քչերը հզորանան, թե պիտի իրենք այսպես ձեռնման դպրոցներ ստեղծեն, թիվ ավելացնել, որ ընդհանուր էներգիան հերիքի բեկում մտցնելու համար ինչ անենք ես ճախճի մեջ մի հատ տեր հաղորդել էի լսում տեր Միքայել կա հիմա բանտարկել են կարծեմ մի հատ sense բաներ ասում պետք է ամեն մեկը ունենա 10 զավակ մի զավակը տա որ զինվոր լինի նո զինվորական դառնա մի զավակը հոգևորական դառնա այդ ժամանակ ազգը կամ մյուսը 8-ն էլ աշխատեն տնտեսություն զարգացնելու մասին այդ ժամանակ ազգը գնանք մենք թերագնահատում ենք այդ հոգևորը թե ինչ որտեղ զինվորականը գնահատում ենք ինչ որտեղ բայց հոգևորը թերագնահատում ենք բայց ինքը ազգը միավորելու ազգը ամրացնելու ազգի գաղափարախոսություն տալու ոգեշնչելու առաջ տանելու մեծ ուժ է արժեքը ամեն ինչի նույնիսկ սովետական միության ժամանակ կար այդ կարմիր կոմիսարներ, չէ՞, դա էլ իրանց այդ հոգևորական հա, դա էլ իրանց հոգևորը, բայց ամեն բանում, ասենք, զվոդում մի հատ ռոտայում, չէ, ամեն մի ռոտայում նո զինվորական կամ այնց զամպալիտը մշտական կար ու ինքը դերը շատ մեծ է իր։ Դա ում էր իդեոլոգիա է։ Ամեն ինչի բան, բայց դա ուրեմն նույնիսկ նյութական պաշտ երկիրը դա արել է, ուրեմն բայց ինքը հասկացել է որ դրա կարևորությունը նույնն էլ Չինաստանը։ Անընդհատ դու պահես որոշակի շրջանակների մեջ գաղափարական, որ գաղափարությունը կորի քանդվի։ Վերջում այդպես էլ եղավ էլի։ Սովետի հետ։ Հիմա մենք ինչ ենք քանդվում, գաղափարախոսություն չունենք, կորցրել ենք այդ ստեղծել մարդիկ, որ կարողանան գաղափարախոսությունը պահել։ Եվ այդ մարդիկ ստեղծելը կարևոր նաև փորձ է շատ աշխարհում, որ մի մարդուց կախված չլինի։ Համակարգային լինի, որտեղ մի մարդը ոնց որ տեսնում ենք, թիրախային կարան այդ մարդուն վերացնեն կամ 5 հոգյա 5 հոգուն վերացնեն, ոնց որ բոլորը համակարգային լինի, որ անհնար լինի այդ վերացումը։ Թե չէ հիմա տեսնում ենք, որ թիրախային կարան ցանկացած մարդու սպանեն, հիմիկվա տեխնոլոգիաներով սպանեն, կամ 10 հոգուն սպանեն, կարող չի, բայց որ իրանք sense համակարգային բոլոր մեծ շատ մեծ թիվը լինեն, ասած ես հիմա 250,000-250,000-ն էլ լինեն ոնց որ իրենց համակարգի մեջ համակարգ իր տեղը իմանա իր գործը կարևոր բանը որ ինքը մյուսներից էլ անկախ լինի նույնիսկ որտեղ եթե մեկը գլուխը քանդում է սա քանդվում է որ տենց կախված չլինի դա շատ կարևոր նաև համակարգա որ կայուն է ինքը որտեղ հակադիր ուժել շատ կա չէ ասենք կարան ղեկավարներին կուսակցության ինչ որ գործեր բացեն այդ կուսակցությունները քանդվեն եւ այլն հետո պետք է որ կարողանա դրա արժեքը երբ որ ժողովուրդը հասկանա այդ մարդկանց ինքը կարա առաջ տանի ոնց էր առաջ հոգեվորականներ շատ հարգալից վիճակում էին քնում հիմա այդքան չէ ուսուցիչը շատ բարձր վարժապետ պատվելի վարժապետ էլ ասում էին շատ հարգալից բառը հետ է էլի իսկ հիմա տենց չի այդ մոտեցումը շատ ցածրացրած այդ որակ սկսած աշխատավարձից վերաբերմունքը շատ
լավ չի։ Իսկ ազգը հենց դրան իրանք են կերտում ազգը։ Այսինքն այդ ազգի կերտող չկա։ Կերտում է ինչ որ մեկը, որը կրթություն չունի, որը դառնում է ինչ որ մի ղեկավար, որը կրթությունը չունի, կարող է կերտել։ Բայց ինքը ո՞նց է կերտում, եթե ինքը կերտված չի։ Եվ այլն։ Փորձը պետք է կարողանանք նաև շատ դեպքում, օրինակ ինձ հակադրում են շատերը, որ ասում են ուրիշների փորձից ենք օգտվում։ Նայեք, շատ կարևոր է, որ ուրիշ ազգերի փորձերից օգտվենք։ Դա կարևոր տեղ է, որ նույնն անեն, որտեղ եթե իրանք նույն մեխերի վրա գնացել են կամ նույն ինչ որ փոսերով անցել են, իրանք եթե կարող են դա անել, ասենք ինչի չօգտվել այդ հնարավորություններից, որ իրանք դա արել են։ Մեր մոտ ասենք թե հիմա մենք կարող այդքան փորձ չունենք, չէ՞, ասենք հիմա ասենք Պարսկաստանը տեսնում ենք ոնց է կառավարության սիստեման, սպանում ասենք 50 ղեկավարի գլխավոր սպանել են, չէ՞, բոլոր 50 ղեկավարը։ Մի որոշ ժամանակ առաջ էլ, հիմա էլ, բայց էլի համակարգը կա։ Համակարգը ուրիշ երկիր լիներ, երկիր չէր մնա։ Պատկերացրեք մեր մոտ 50 գլխավոր բաներին սպանեին, ասենք թե հայ-ադրբեջանական պատերազմում ոչ մի բան քաոսային մի բան էր։ Իսկ առանց սպանելու քաոս էր։ Մեր մոտ դա համակարգ տանապես չկար։ Դե երկիր չէր մնա։ Կառավարում չի։ Հիմա այդ կառավարումը ինքնակառավարող մարդիկ պետք է լինեն։ Եվ ինքնակառավարող այդ մարդիկ կարևոր տեղ ունենան հոգևոր զարգացումը, որտեղ միայն հոգևոր զարգացման ժամանակ քվանտային թռիչքը կարա լինի, որտեղ այդ հավատի ուժը ինքը կարա ակտիվացնի։ Այդ հավատի ուժի մասին է խոսքը, որ ինքը կարա ակտիվացնի։ Իսկ մնացած դեպքում իրան ոչ մի մարդ չի կարա հավատի ուժը ակտիվացնի, որտեղ ինքը չունի հավատ։ Ինչ է ակտիվացնի, եթե չունի։ Իսկ այդ հավատը ձեռք բերելու համար շատ երկար տարիների ջանքի աշխատանք է պետք։ Էդի տենց օթից չի թափում էլ, որ ասի ես հավատում եմ ու վերջ, էդի բառեր են ուտա։ Ասենք ուղեղով չի ստացվում, ինքը երկար տարիներ քրտնաջան աշխատանքի հետևանքով է, այդ կարող է հասնի հավատին կամ չհասնի, բայց դա շատ երկար աշխատանք է, էլի։ Այսինքն, որ դուք ասում եք ազգանվիրյալ ինքնազոհ, այդ ինքնազոհության միայն հասածները կարան այդ հավատին հասնեն, բայց ինքը իր համար հո չի հասնում այդ հավատին։ Ինքը հասնում է, որ հասարակությանը բարիքի բերի։ Այդ կարևոր կետա, որ հասկանանք, որ ամեն ինչ հասարակության համար է, իր նպատակը այդ հասարակության համար է։ Այդ տենց մարդիկ պետք է կերտվեն, այդ գաղափարները տարածվեն մարդկանց, որ իրանք համանան, որ ինքնազոհների քանակը շատանա, բայց դա մարդը էգոիզմն են, մենակ հասարակությունը էգոիզմն է շատացնում։ Ինքը ինչ ինքնազոհություն, մենակ իր մասին են մտածում մեծ մասը։ Այսինքն ինքնազոհության գաղափարը մղվել է 100-րդական մասում է մնացել հիմնականը սպառող, էգոիստ հասարակություն, իր ցանկությունները մենակ իրականացնի ու կարա իր ցանկությունների համար ամեն ինչը ծախի, ոնց որ ասած, թե հայրենիք, թե ամեն ինչ, էլի, թե ոնց որ ասում ընկերներին եւ այլն։ Հիմա այդ գաղափարները ներշնչելու համար թե կրթական մակարդակով, թե հոգևորականների մակարդակով, թե նաև այտենց մասնավոր ոնց որ ասած տարբեր ինչ որ ինքնուստ հոգևորողությունները պետք է համահունչ աշխատեն ու այդ նպատակը դնեն, որտեղ իրանք նպատակը դրան չեն կարող դնեն, չեն կարող հասցնել, էլի նպատակը հոգևորը բարձրացել են, էլ դարձնում են նյութական։ Մարդիկ գնում են Աստծուց մենակ խնդրում են, մի հատ նյութական բան են ուզում։ Այսինքն իրանք Աստծուն դրա համար չի, որ ձեր նյութական բարիքները բավարարի։ Չէ, մենք անունից խաղաղվել են, տակալվում որ համատացում են Աստված դրա համար, որ նյութական իրանք բարիքները բավարարի։ Բայց դրա հետ կապ չունի Աստվածը։ Ես մեր հաղորդումներից մեկի ժամանակ ասել եմ, որ մի անգամ գնացել էի մի ծանոթ քահանա կար, իրենի տեսնեի պատարագ էր անում, հետո ավարտվեց լիքը մարդ կար, շրջանի եկեղեցիներ էսպես աղոթում էին մոմեր, ես էլ դե իմ հերոսներից Կալիգուլան, ասենց որ նայում էր, կարողանում էր հասկանալ մարդիկ ինչ են մտածում, էլ ես որ սես նայեցի այդ բազմությանը, քո ասածի պես հասկացա, որ 99% ինչ որ բան է ուզում Աստվածից, ես Աստվածը չասեմ մեղքս եկավ, Ասի դժվար է իր վիճակը, էլի, բոլորը ուզում են, բոլորին չի կարող տալ, մեկը նեղանալու է եւ այլը։ Ու վերցրեցի գնացի վարեցի, ասի Տեր Աստված ինչով քեզ օգնեմ, որ այս մարդկանց հարցերը բավարարես, քո վիճակը վիճակ չի, ասի բոլորս ուզում ենք, այ շերտը, որը
տալիս է հասարակության համար, դրանք են քիչ։ Այ հիմա տես ասում են քաղաքական դաշտում միավորվել։ Ես վստահ եմ, քաղաքական դաշտը ինչքան է միավորես, խնդիրը չի լուծի, եթե քո ասած հոգևոր դպրոցները չմիավորվեն ու այն հարցերի պատասխանը իմանան, նաև անհնարինի լուծման բանալին տան քվանտային թռիչքի։ Նոր է ժամանակ ինչ-որ բան կստացվի։ Այդ վերի շերտը պիտի իմի գա, էլի, ուղղակի մեր հասարակության մակարդակին է, որ չեն կարող միավորվեն։ Դե հիմա եթե քաղաքական մակարդակով էլ տենց ինձ թվում է շատ դժվար անցնել։ Դե հատկապես չէր միավորվել, որտեղ շահը ավելի շատ է, իսկ հոգևոր ոլորտի մարդկանց մի քիչ է, էլի, ասենք, հիմա դուք ես չես համեմատի քաղաքական գործի ես, որտեղ դու ոգեղի զարգացան ինչ-որ աստիճան ես, քեզ համար նյութը կարևոր է, բայց ասենք առաջի տեղում չի, էլի, ասենք ինչ-որ չէ, եւ այդպես էլի ուղղություններ կան, այ իրանք պիտի հասկանան, որ ճակատագրական պահի առաջ ենք, եթե չմիավորվենք, իրենց ոչ մեկի համար լավ չի լինելու։ Այ իմ հույսը սա է, բայց նաև երկուսով հնչեցնենք այդ զանգը, որ ասենք հարգելիներս եկեղեցին կլինի ինչ-որ ուղղություններ տարբեր, որոնք այդ դաշտում են, ինչ-որ համակարգված գործ են, եթե անգամ չեն միավորվում էլ։ Էդ էլ է մեծ խնդիր, որովհետև մարդը ինչի չեն իարում, ամեն մեկը իր գաղափարը ունի ու ինքը մտածում է իր գաղափարը ճիշտ է, իսկ դիմացինի գաղափարը սխալ է, ինքը դրա համար չի կարող դիմացինի գաղափարի հետ ընդունել, որտեղ ընդունում է, որ սխալ է։ Այդ միակ բանն է, որ ինքը ընդունում է, որ սխալ է։ Իսկ ինչի է ընդունում, որ սխալ է, որովհետև ինքը մտածում է բացարձակ ճիշտը ինքն է, բայց հասկանանք, որ Աստված ամեն դերում կարա լինի, ամեն ճիշտը կարա շատ բազմակի լինի, էլի, մի օրինակ չլինի։ Իսկ այդ ընկալումը քչերը ունեն, էլի, իրանք հասկանում են, որ միակ ճիշտը այդ իրանք են ու լուրջ ճիշտ չկա, մնացածը։ Քո ասած ես կարող եմ կյանքի փորձով հաստատել, կարծեմ 12 թիվներ, էլի ես ուսումնասիրություններ որ արեցի, տեսա ուրիշ ժողովուրդների մեջ սկսած այդ հոգևոր թաքրագիտության ոլորտի մարդիկ են կարողանում լուծումները տալ, ում որ ճանաչում է, հրավիրեցի մի 10-12 հոգի մարդ, խնդիրը դրեցի, այսպես տագնապով, ակնկալում եմ ձեր կողմից բան կռիվ սկսավ իրենց մեջ, ձեր շկոլան լավ է չի, մեր շկոլան է լավ է, ձեր այն չի, ինչ-որ կռիվ հարմար, երկրորդ անգամ չհրավիրեց, ես չգիտեմ ինչ արեմ, որ հրավիրում եմ, էլի ինչ-որ խնդիր է լինում։ Դե հիշում եք, որ մենք ենք միասին եղել, մի քանի անգամ։ Մի անգամ մենք ենք փորձել էլի իրար հետ ընդվիզում շատ եղավ, մի անգամ չէ փոքր նովել իրար հետ չեն կարող լեզու գտնեն, ամեն մեկը հակադրություն է տեսնում մյուսի հետ, մեղավորություն է տեսնում ինչ-որ հարցերով, որ ինքը կապ չունի դրա հետ, մեղավորությունը իր վրա է բարդում, որ էլի կապ չունի, էլի, այսինքն այն գաղափարի շուրջ չկա գաղափար, որի շուրջ կարան բոլորը միավորվեն։ Դե գաղափար կա, չէ՞ միավորվում, կործանվում ես, կողնը կործանում ես քեզ փրկես, դե ինձ թվում է մտածում եմ, որ իրանք չեն կործանվի։ Ոնց որ նավը խորտակվում է, շատերը այս մեղքության նավախոցը ջուր չի լսի, Տիտանիկում դեռ հələ պարում երաժշտություն էին, չէ՞ անում, նավը ծակվել է խորտակվում է, մտածում են իրանք դա հասանելի չի։ Մարդը այդպես դմիր վիճակում կարա գտնվի, մտածի, որ իրան հասանելի չի, չէ։ Հիմա ասենք էլի բերեմ Իրանի պատմությունը, որ մեր կողքն են, չէ, ռմբակոծում ու կարող է մեկ ամերիկան վատ վիճակ լինի, ինչ որ ատոմային զենքեր կիրառի, որտեղ արդեն խոսում են։ Ունեն դեպս նրանց ատոմականին են ուզում խփեն, կարող խփեն եւ քոացած է լինի, նույն բանը ռումբ գցես թե ատոմական ռադիացիան էլի կարա գա մեր կամ փչի, ուստեղ գա։ Իսկ մենք ոնց ենք մեզ մոտենում այդ հարցին, չգիտեմ, ոնց որ մեր կողքի երկրում չի պատերազմը, էլի, իրոք պատերազմ, դա մենք ու կարա ամեն վարքյան սենց ինչ որ չգիտենք ոնց կգնա, էլի։ Դա հիմա դες ես ինչ եմ մտածում, ենթադրենք 30 այսպես շկոլա խմբեր կան տարբեր այդ ոլորտի, համաձայնություն չի լինում, իսկ գուցե սկզբից մի քանիս ովքեր իրար հետ կարող են սեղան նստել, իրենք փորձեն ընդհանուր հայտարարի գալ, առաջ գնալ, այն մյուսները գուցե միանա, եթե չեն միանա, իրենք գիտեն, որտեղ ես ինչքան հիշում եմ, երկու ժողովրդի փորձ կա, որ համանման իրավիճակից դուրս են եկել, մարդիկ են հայտնվել, որ միտեղ գումար է ունեցել եւ գաղափար, միտեղ գումարն ու գաղափարն են եկել, ասել են սա ենք ուզում, որոշ հոսանքներ եկել միացել են, մյուսներն էլ ասել են դուք հեռու մնացեք, դրանք հետո վերջում մարգինալ մնացել են, իրենք կարողացել են այդ պիկը անել, էլի, որ սպասենք բոլորը գան,
Բոլորը անհնար է։ Նրանք ովքեր որ հազանգը զգում են ու պատրաստ են որոշակի հանուն փրկության որոշակի զիջումների իրենց թեզերի դրույթների մեջ կողնեն իրենց փորձենք համախմբել եւ եթե շարժ եղավ այն մյուսները որ կտեսնեն դուրս են մնում ինչպես ասում են բորդյուրին կմտածեն գալու մասին էլի որտեվ այդպես փորձեր կա Իհարկե կա ուղղակի նայեք ոնց որ քաղաքականության մեջ այն մյուսին տեսնում է հակադիր կոնկուրենտ ու ինքը չի կարող իր այդ միավորը որտեղ իրան կոնկուրենտ է մտածում էլի մշտական երբ որ մինչև այդ բառից մեր ընկալումը չհանենք բայց իրավիճակը պիտի հանի ես հիշում եմ երեխա ժամանակ մի պատմվածք եմ կարդացել սառույցի գետը տանում է աղվեսը եւ նապաստակն են վրան աղվեսը չի մտածում դրան ուտելու մասին որովհետեւ կործանման մեջ է հասկանում ես ինքը մտածում է մենակ իր փրկության մասին հիմա ինչ-որ խանգարում մենք չեն զգում որ կործանանք իրար չուտենք էլի ինչ որ իրար հետ գնանք որ դուրս գանք հետո նոր իրար կերեք սա է հարցը էլի այդ ընկալումը ես չեմ կարող դե կենթաները ունեն օրինակի համար այն մագլի որ մուլտիկում կա որտեվ երաշտ է սկսում ու ջուր չկա, այլ իրար չեն ուտում։ Կա օրենքների սահմանում, հա։ Ինքեն, բայց դա ոչ թե մուլտիկում է, իրականում էլ է տենց։ Բնազդաբար տենց են անում։ Հիմա մենք քանի որ բնազդից հեռացել ենք եւ բանականություն օգտագործում ենք իչարս եւ ոչ թե չենք հասկանում։ Եթե բնազդից հեռացել ենք, դրա համար այդ ինքնակործանման եզրին չենք կարող այդ բնազդային նույնիսկ ինչ-որ ինստինկտներ կիրառել։ Նայեք շատ հասարակ հարց էլի, հայ ժողովուրդը նայեք եղեռնա չէ անցել, պատերազմները լիք անցել։ Հենց միավորվել է, ինքը հզորացել է, ինքը գիտի էդի, բայց չի կարող միավորվի։ Թերահրենք։ Չէ, այդ դուք մենք եղեռնում էլ, չէ, ասենք ինչ-որ զեյթ, ինչ-որ տեղ սասունում, միավորվեցին, բան որտեղ է որ նավով հետո տարան մուսա լերը կարացան պայքարել չէ հենց կարող են միավորվել արդեն ուժա բայց հենց խնդիրը այն է որ այդ գաղափարը որ միավորվելու տարիներով հակամիավորվելու տարիներով մենք անհատներ ենք մենք չենք կարող միասնական լինենք ասենք ամեն մեկը կարող ոնց որ շատ իրան խելացի ազգում բայց միասնական միանկցնական խմբակային աշխատանք չենք կարող դա անել այդտեղ շատ ուժեղ թույլանում ենք մենք որտեղ իսկ ուժը միասնականության մեջ է ոչ թե անհատների մեջ այդ միասնական դրսևորումը մեր մոտ ոնց որ չկա պետության գաղափարը ոնց որ դա համարյա 1000 տարի չենք էլ ունեցել մեր մոտ ուրիշ ինստինկտներ առաջացել էլի իր սեփական գոյությունը պահելու իսկ էդի փոխելը այդ պիտի փոխվի որտեղ այդ դրա մեջ է խնդիրը որտեղ մենք հիմա ցանկացած հայ գնա ուրիշ երկիր շատ լավ է ապրում այդ համակարգը ինքը համակարգի մեջ դրսևորում է բնատու շնորհքերով բայց ինքը չի կարող համակարգ ստեղծի հա որտեղ ինքը չգիտել դա ինչ է չի ստեղծել 1000 տարի հասկանում ես ցավոք սրտի ինքը չգիտի որտեղ համակարգ ստեղծելն ինքնազոհություն է պետք ոչ թե համակարգը իրան ծառայեցնելու որոշակի զիջումներ ես ու դու եթե համակարգ ենք ստեղծում ես պիտի ասեմ լավ ուրեմն ես հիմա սա չեմ անի որպեսզի տրդատին չնեղեմ միասին ճանապարհ գնանք նույնն եւ դու նույնն մյուսը հասկանում ես համակարգը սա է նաև դու որոշակի քեզ պիտի քո ազատությունները սահմանափակես որ այդ համակարգը աշխատի եթե բոլորս ասենք չէ ես էսպես եմ ուզում լինեն ինչ որ մենք ունենք էլի սա է հարցը հիմա դե ինչպես դա կարելի անել հուսամ հետո էլի խորհենք եթե ունես լուծում հիմա ասա եթե ռեժիմը մոտենում է ավարտին ինչ է մտածել այսօր ասես որ ես քեզ խանգարեցի եւ թույլ չտվեցի ասես մտածելու իմ ասելիքն է որ մարդը ոնց որ պիտի էներգիա ինչ-որ քանակ կուտակի, որ թռիչ քանի քվանտային, ոնց է քվանտային մի օրինակ էլեկտրոնը մի էներգիայից մյուս մակարդակի թռնում է կամ ինքը եթե էներգիա կորցնում իշխնում է ներքև, ավելի ցածր մակարդակի էներգիա, երբ որ ինքը էներգիա ստանում, հարվածում են ինչ-որ բարձր։ Եթե այդ էներգիան չտա, ասենք ավերջ այդտեղ կպտտվի։ Հավերջ նույն օրբիտայում կպտտվի, հա։ Ու ինքն իրան, բայց բնական բանկա, որ ինքը էներգիա կորցնում, օրբիտան ներքև է իջնում։ Մենք նկատում ենք մաշվում է, sense ներքև է։ Հիմա պետք է էներգիա տալ, իսկ էներգիան որտուց պիտի տալ։ Էներգիան մենք կարանք վերցնենք,
միայն աստվածային էակներից կամ Աստծուց հիմա բառը բերեմ, բայց ոչ թե Աստծուց ուզենք փող, ոչ թե Աստծուց ուզենք, չգիտեմ, առողջություն նույնիսկ։ Էլի գալիս եք այն մտքին, որ որոշակի թվով մարդիկ Աստծուց պիտի ուզեն այն, ինչի կարիքը կա, որ ժողովրդի էներգիան ավելացնեն։ Աստծուց ուզենք իմաստություն, գոնե դա ուզենք, էլի, ավելի բարձր, սեր ուզենք Աստծուց, Աստծուց ուզենք, որ մեր հարևանը ավելի երջանիկ լինի։ Հենց մենք սկսենք Աստծուց մի բան ուզել, որ մեր համար չի, այլ ուրիշի համար է, ու նյութական չի, այդ ժամանակ կփոխվի, այդ ժամանակ մեր էներգիան կշատանա, որ մենք հասկանանք, երբ որ մենք փոխհարաբերվում ենք աստվածային էակի հետ ու մեր էներգիան անսահման առատաձեռնությունը էներգիայի բացվում է, ու մենք որ հասկանանք մենք անսահման աղբյուր ունենք էներգիայի, որ մենք խտացում ենք, ասում ենք մեր համար կամ մենակ այս տեղի համար ուրիշ բանի համար չէ, ինքը փակվում է, բայց որ կարող ենք ավելի լայն անենք, մենք այդ մարդ ցանկացած մարդ ունի այդ հնարավորությունը առարչական այդ սկզբունքը տված, որ անսահմանափակ է։ Այդ ընկալումն է քվանտային թռիչքը, որ մենք կարանք անսահմանափակ էներգիայի աղբյուր դառնանք, բայց հենց մեր համար էգոիստական չենք ուզում ուրիշի, բայց դա շատ դժվար բան է, պատկերացնում եք, որ դուք գնաք ինչ-որ գործունեություն ունեք ուրիշների համար մենակ։ Այդ քո ոչ էգոիստականի հետ կապված մի պատում հիշեցի, կարծեմ մի քանի տարի առաջ էլ մեր եթերում ասել եմ, հաղորդումներ էի վարում մի հեռուստալիքում, մի տիկին ինձ անծանոթ զանգեց, հրավիրեց իր տուն, իմ տարիքի կլիներ, ես այն ժամանակ 45 տարեկան էի, տեսա մագնիտոֆոնի մեջ մեր կասետ դրեց, տեսա երից, միացրեց, ես եմ։ Իմ հաղորդումներից մեկը մեզ էս 4-5 րոպե, դա չհասկացա, ասի ինչի եք էս դրել էլի, որն է ինձ հրավիրելու, իմաստը ասավ, դուք միակ մարդն եք, որ ասում եք, եթե դուք քաղաքական կուսակցություն ունեք, ծրագիր ունեք, ձեր ծրագիրը կիրականանա այն դեպքում, երբ որ այդ ծրագիրը գնա Աստծո մոտ, ինքը կարդա, ասի, հա, մակագրի, որ դեպքում կմակագրի, երբ որ զգա, որ լավ բան եք անում, իրեն էլ իր մի խնդիրը լուծում եք, հասկանում եք ինչ որ մի երկիր կարգի եք բերում, ասենք այդ ծրագիրը պիտի ձեր թիմի, ձեր խմբի համար չլինի, ընդհանրական լինի, ինչպես դու ես ասում, ուրիշի դարդի ցավի համար, այդ կարգի բաներ որ ուզեք, ինքը կասի լավ, ես իրենց օգնեմ, ես մի բերս քիչանայեմ, ինձ հարցերով զբաղվեմ, դա պիտի լինի էլի, նաև, ու մեր ծրագրերը ինչի չեն իրականում, որտեվ չկա մեջը, պատկերացեք, հիմա դուք պատկերացեք ամեն ծրագիրից ուղարկում Աստվածի մոտ, որ դեպքում ինքը կասի, ես մակագրում եմ։ Երբ որ կզգա, որ բարի գործ եք անում, իր գործին թեթևացնում եք, էլի, մարդկության հոգսերը։ Սա է, իսկ որպեսզի քաղաքական ուժերը այս կարգի ծրագիր ունեն, քո ասած հոգևոր ոլորտի մարդիկը պետք է լինեն, ուսմունքը տված իրենց ծրագրի մեջ դա լինի։ Ոչ թե ասենք մեր թիմի համար շատ դեպքերում մեր ձևական ինչ-որ բաներ են գրում իր շահերը։ Դե գիտեք, հələ գրելը մի բան է, բա իրականացնել 90%-ը գիտի որ դա սուտ է, ով ավելի շատ սուտ խոսում։ Դա ձևական են գրում, հետո գալիս են ուրիշ բան են անում, այսինքն վստահությունը մարդկանց բոլոր ջարդվել, այսինքն մարդկանց անհավատ են ստեղծել, որովհետև չեն հավատում ոչ մեկին։ Այդ պիտի հավատը շատացնել, ինքնազոհ մարդիկ կարան մարդկանց հավատը շատացնեն, որովհետև իրանք կորցրել են հավատը։ Ինչի հուսահատ ու ոչ մի քան չեն, որովհետև ամիջի նկատմամբ հավատը ջարդել են։ Որ դա երկարատև գիտակցված աշխատանք է, որ ջարդեն մարդու մեջի մարդը։ Հավատը։ Հիմա վերջի փուլում որոշ քրիստոնյա եկեղեցականներ այսպես կամային հատկանիշներ են դրսևորում, որ եւ նախանձում ես եւ ապարտում։ Դա կօգնի, որ որոշակի շերտի մոտ այս հավատը մի քիչ մեծանա, էլի։ Առաջ ասենք եկեղեցի իր համար է տեղն է, չգիտենք, բայց հիմա ինչ-որ մոտիկ են կարող են գնան բանդ նստեն իրենց խոսքերի համար եւ այլը, դու զգում ես, որ առնականություն կա, դա կօգնի, ասենք, որ իսկ հիմա դա մեծ օրինակ մեծ քայլ է, օրինակ մուսուլմանության մեջ շիիտները ինչով են առաջ գնում, նո սուիտներ կան, շիիտներ, կլասիկներ շիիտներ, ինքնազոհության մասին, եթե իրանք այդ ալիից է, չէ՞, գալիս, եթե ինքնազոհվել է, ինքը այդ մեծ կամ զրկանքների է գնացել շատ զրկանքների նույնիսկ ինքնազրկողությունը, այսինքն իրանց առաջ տանելու
մեծ բանը ինքնազոհությունը, եթե տեսնում են ինքնազոհություն անում, մեծ քայլ է դա գնում։ Եթե տեսնում են այդ ազգում ոչ մեկ ինքնազոհության չի գնում հանուն գաղափարի, այդ ազգը չի գնում առաջ, դրա համար հանուն այդ պիտի մարդկանց այդ ինքնազոհություն գնացողները շատանան, որ գնա առաջ։ Դե օրինակ 70-ական թվականներին Բրիտանիայում այդ իռլանդական այդ ասում են տերորիստական այդ անկախականների հետ պայքարել ու բավականին երիտասարդների վերցրել են բանտերն էին դրել ու իրանք որպես ընդվզում դրավ, քանի որ բանտում չէին կարող ուժի ձև ընդվզել, նենց իրանք զենքով էին ընդվզում, որոշեցին հաց չուտել, հացադուլ էին հայտարարել, եթե դու հիշում ես ու մեծ մասը իրանց մահանում էին, բայց չէին ուտում ու դա ոնց որ բրիտանացիներին ջարդեց իրեն ժողովրդին էլ ակտիվացնում է հա որտեղ տեսան արդեն 60 հոգի կամ ավել ինքը բան են եղել հանուն գաղափարին ու երիտասարդներ են էլ այսինքն ինչ որ ծեր չէին որ ասա մեռնելու են ու մեռավ չէ ոնց որ հանուն գաղափարը ինքը գնաց ու ինքնազոհության չէ ասենք հիմա առաջնորդը Իրանին էլ չէ գիտեր որ բանը ռմբակոծել են չգնաց բունկեր ասեց ուրիշները չունեն բունկեր գիտի որ ինքը գիտեք ինչի արեց որտեղ ինքը գիտի որտեղ երբ որ ինքնազոհություն անում ազգը զարթնում է ինքը պետք է մեկ ինքնազոհություն անի որ ազգը զարթնի հատկապես այն բարձր ոգեղեն զարգացման աստիճանի ու այդ իր ինքնազոհությունը տանում է ազգին առաջ թե չէ որ թե ինքը փախնի ազգը չի կարա զարթնի դրա համար հենց ստեղ էլ պետք է ինքնազոհության այդ նույնն էլ Բրիտանիայում որ Իռլանդիային բավականին ազատություն տվեցին էլի այդ քայլը եղել է իրոք բավականին այն էլ որ գիտենք որ ամենադաժան ազգի ամենադաժան բանը դա անգլիացիներն են նույնիսկ բոլոր ազգերի մեջ այդ գրված ամենը ես չեմ ասում էլի բոլորտեղ գրած է որ ամենադաժան ու ստոր բանը պատերազմների ժամանակ խաբե բան դա անգլիացիներն են որովհետև ամեն ստոր քայլ մտածում են էլի որ ոնց անեն շատ մեծ Բրիտանիան ինչքան գաղութներ ուներ եւ ամեն մեկին ստրկացրած վիճակում պահում էր դե մինչեւ հիմա լույս ձևը պահում են դրա համար ինքնազոհության քայլերը կարան ազատեն դե հիմա ինչքան ինքնազոհներ կգտնվեն էլի այդ նահատակներ որ ոչ թե մահանան դրա մասին չի զոհողություն բառը ասում որ ինչ որ զրկանքի գնում ես զոհվել է ուրիշ է ոչ թե զոհվելու մասին չի այլ գնան զոհողություն անեն ու հաղթեն այստեղ մահանալու մասին չի հստակ ուզում ասեն հաղթեն նույնիսկ հոգևոր կամք դրսևորել ուսումներում հերոսը ասում այն չի որ գնաց զոհվեց հերոսային է որ գնաց զոհություն արեց հաղթեց ու վերադարձավ այսինքն ինքը պետք է հաղթի հոգով հաղթի դրան որ ինքը առաջ գնա դրա համար այդ ինքնազոհություն անողների քանակը ինչ որ պետք է քանակ լինի ես հիմա քանակը թիվ չեմ կարող ասեմ բայց անձնուրաց այդ թիվը եթե շատանա այդ միավորումը քվանտային թռիչքը կլինի քվանտային թռիչքը այդ ժամանակ կլինի հիմա ինչքան մարդ է պատրաստ որ իրոք գիտեք sense ոնց որ կարան մոստից շատերը գցվեն բայց դա ոչ մի բան է բայց որ ամենօրյա ինքնազոհ ջանք անեն Էդի շատ ավելի շատ դժվար կարան ասենք թե գնան հիմա նռնակով իրանց տրակացնեն էդի այդքան բան չի ինչքան որ ամենօրյա ջանադիր ամենահուսահատ քուքայլեն մեկա դու քայլ ես անում այդ էլ տեսնում էին քեզանից վարակվում էին այդ բանով կամքով կամած սկսում է ասենք անհավանականը սկսում է իրականություն դժվարը ոչ թե միանձնա էմոցիոնալ մի հատ քայլ անես ու ասենք ժողովուրդը մտածի տեն չի որ ամենօրյա քայլը այդ քո ինքնազոհության է բերում այդտենց որ մարդիկ շատանան ու դա վարակեն ոգեշն չեն այդ ժամանակ միավորում կլինի այդ ինքնազոհության ժամանակ կարան միավորվեն մինչև ինքնազոհություն չգնան ոչ մի միավորում չի լինի որտեղ ինչ որ էգոների ուժեղ պայքար կա թե կուսակցությունները թե հոգևորականները չեն կարա
միավորվեն, որտեվ իրանք էլ ինչ որ էգո ունեն, իրանք էլ են պայքարում։ Հիմա փաստորեն որոշ հոգևորականներ այդ ճանապարհը բացել են, մացառուտները տրորելով գնում են իրենց կամքով, ի ցույց են դնում, որ կարելի է։ Հիմա մնում է, ասենք, դա հոսանքի վերածվի, ավելանան մարդիկ եւ այլ այդ մեխանիզմի մասին մտածել է պետք էլի, եթե սա մենք թողնենք մարի, էլի գալու ենք այն ճաշճային վիճակին էլի։ Դե կախված իրանք չջարդվեն ճանապարհը։ Հետո նաև աջակիցներ էլ լինեն, վերջ էներգիաները մեկից սնուցվում, երբ որ տեսնի ոչ մեկը բանի տեղ չի դնում իր զողողության, ինքը կարող է մտածի, ասի արժե բայ սրանց համար։ Այս կարևոր իրանք որ չհուսահատվեն, դա կարևոր կետ է, որովհետև գիտեք ինչ դժվար բաների բոլորը կարող հուսահատվել, ինչքան մարդիկ բանում է, որ մարդկային բանա հուսահատում, պետք է ոնց որ հավատը հույսը չկորցնեն։ Դա շատ դժվար բան է հույսը չկորցնել, որ ժողովուրդը կմիանա էլի այդ պայքարին, որ օրինակ որ պահում էին հաց չէին ուտում, իրանք մահանում էին, բայց չէին էլ տեսնելու արդյունքը, բայց իրանք հույսը չէին կորցնում, որ դա կբերի արդյունքի։ Այդ հավատը փոխեց մի դաժան երկրի, որը ամենաաշխարհի դաժանն էր։ Այստեղ էլ մենք որ կարանանք ինքնազոհության քայլեր անենք, հիմա դրա համար երկրի ղեկավար, երկրի կուսակցության պարլամենտի անդամներ պետք է ինքնազոհ մարդիկ ընտրենք, ոչ թե նրանք ովքեր ավելի լավ են սուտ խոսում։ Այդտեղ պետք է մենք կարանա ժողովուրդը, երբ որ կարանա այդ ազգանասեր ու ինքնազոհ մարդկանց առաջ տանի, ոչ թե տանի առաջ, ովքեր իրանց ավելի լավ է խափում, էլի, այդ ամենացավալի կետը հենց այդ դա է, որ կարանա հենց ինքնազոհներին առաջ տանի, որտեղ իրանց շահերը չեն պաշտպանելու, իրանք ամեն ինչ անել են, որ ուրիշների շահերը պաշտպանեն։ Ասենք հիմա Սպարտակը իր շահերը տեն չէր պաշտպանում, ինքն է ստորում, ինքը ոնց որ կարար ինքնուրույն փախներ, չէ՞, հնարավորություն իրան եղել է, որ ինքնուրույն փախնելու իր ընտանիքի հետ, բայց ինքը հանուն ուրիշների մնացել է մինչև վերջ պայքարել, այսինքն իմանալով որ զոհվել է, այդ ինքնազոհների քանակը որ պետք է շատանա, բայց դա չեմ իմանում ոնց է լինելու էլի։ Մտածենք այդ մասին, հիմա քո ամենավերջին կարճ խոսքը այս մի թողարկման համար։ Մյուս անգամ այդ մասին խոսենք։ Դե ինքնազոհությունը կարա մարդը այն ժամանակ լինի, երբ որ իր մեջ անսահման սեր գտնի։ Սիրող մարդը անսահման արիություն է գտնում եւ ուժ է գտնում ինքնազոհություն անել։ Եթե ինքը իր մեջ սեր գտնի, սերը իր մեջ բացահայտի, այդ ամենակարևոր կետն է, որ ուզում եմ դրանով էլ վերջացնեմ, երբ որ սերը իր մեջ բացահայտի, ինքնազոհություն կանի։ Եթե առանց սիրո չի կարող ոչ մեկ ինքնազոհության հասնի, արիության, քաջության գագաթնակետին չի կարող հասնի։ Սիրո աղբյուրը իր մեջ որ գտնի, դա այդ քայլը կանի, դրանով ուզում եմ վերջացնեմ։